Հելոուինն ի հայտ է եկել Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներից, որի պատմությունը սկսվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում։ 20-րդ դարի վերջում գլոբալիզացիայի ընթացքում Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ անգլախոս եվրոպական և ԱՊՀ երկրներում։ Ըստ հնագույն լեգենդի, տոնի գիշերը դժոխքի դռները բացվում են աշխարհի առջև և դժոխային կերպարանքները ներխուժում են երկիր։ Տոնի խորհրդանիշն է դդմե գլուխը։ Դդումը խորհրդանշում է չար ոգիների կործանարար ուժ, որի միջից արձակված կրակը վախեցնում է նրանց։ Կախարդների, վհուկների, ուրվականների, վամպիրների, կմախների և սատանաների տեսքով տարբեր դիմակներ և զգեստներ կրելն այս տոնի պարտադիր պայմաններից մեկն է։ Հելոուինի հիմնական թեմաներն են մահը, չարը, կախարդությունը և հրեշները։ Ահա այս ահասարսուռ տոնը 2009 թվականից մուտք է գործել նաև Հայաստան ու Արցախ։ Աստիճանաբար նաև կոմերցիոն բնույթ է կրում և հետևաբար որոշ զվարճանքի կենտրոններ իրենց եկամուտներն ապահովելու համար տոնին նվիրված ժամանցային միջոցառումներ են կազմակերպում։ Այսօրվա կլոր սեղանի մասնակիցները միաբերան դատապարտում են մեր ազգային դիմագծին անհարիր օտարամոլ երևույթներին տուրք տալը և իրենց մտահոգություններն էին հայտնում թեմայի վերաբերյալ։ Փորձում ենք մեր ուղերձը, մեր կոչ անել հայ երիտասարդներին, որպեսզի չմասնակցեն Հելոուինին, որովհետև ինքը սատանայական բնույթի է, եւ մենք լինելով աշխարհում քրիստոնեությունը առաջին ընդունած ազգը, մենք չպետք է թույլատրենք, որ նման արատավոր երևույթները մուտք գործեն մեր հայրենիք։ Վաղուց ժամանակն է, որպեսզի մենք երիտասարդական կառույցներով նման վերաբերմունք ցուցաբերենք այն ամենի նկատմամբ, ինչը օտարածին է, ինչը մեր ազգայինին հարիր չէ։ Դա լինի տոներ, լինեն օտարածին բարքերը, որոնք որ հայ մարդու համար ընդունելի չեն։ Բուրմ քննարկումների արդյունքում մասնակիցները միակարծիք են։ Ինֆորմացիայի պակասն է պատճառը, որ մեր երիտասարդներն ու դեռահասները իրականում չիմանալով տոնի ծագումն ու նշանակությունը, այն ընդունում են առիթ զվարճանալու եւ օրը փոքրինչ հետաքրքիր դարձնելու համար։ Օտարածին երևույթները մեզանում արմատախիլ անելու թերևս ամենաճիշտ ճանապարհը մեր ազգային արժեքների, ավանդույթների պահպանումն ու զարգացումն է, դրանք մշտապես քարոզելու եւ տարածելու ճանապարհով։ 70 տարիները, որի ընթացքում հայ ժողովուրդը Հայաստանը ապրել է խորհրդային միության կազմում, մենք ունեցել ենք ազգային տոների մի մեծ վակուում եւ խորհրդային միության փլուզումից հետո այդ վակուումը սկսեց լցվել օտարածին այլ տոներով։ Ցավոք մենք ժամանակ ենք կորցրել եւ այդ վերջին 20 տարվա ընթացքում անկախությունից հետո մենք ճիշտ կերպով չենք վերականգնել բոլոր ազգային տոները, լինեն դա հարսանեկան ծիսակատարությունները, լինեն դա երիտասարդներին նվիրած միջոցառումները եւ պարզե որ երիտասարդը ունի նման տոների կարիք, սակայն մեր ազգայինի բացակայությամբ ոչ թե բացակայության, այլ նրանց նշելու բացակայության հետ կապված այդ իրողությանը հանդիպելով նրանք պարզը երիտասարդ են, ժամանակ անցկացնելու կարիք ունեն եւ հետեւաբար նրանք գնալու են այդ միջոցառումներին մասնակցելու եւ որ բերելու է այն ամեն վատ երևույթների, որ արդեն իսկ բերել է։ Կարծում եմ մենք պետք է նախ եւ առաջ վերականգնենք մեր ազգայինը նման օտարածինը վանելու եւ տեղ լրացնելու համար։ Հանդիպմանը չշրջանցվեց նաև երևույթի կոմերցիոն կողմը եւ հնչեցին առաջարկություններ։ Նշել մեր հայկական եկեղեցու ավանդական տոները, այսինքն մենք ունենք հրաշալի տոներ, օրինակի համար վերցնենք Սուրբ Սարգիսը, որը նույնպես կարելի է նշել, երիտասարդների ներգրավել ժամանցային կենտրոններում եւ այդպիսով մենք լրացնենք զուտ այն բացը, որի միջոցով փորձում են տնտեսվարող սուբյեկտները իրականացնել։ Այսինքն մենք դրանով կունենանք երկու հարցի լուծում, կհոգանք առաջնային այդ կոմերցիոն խնդիրները կլուծենք եւ դրանից նաեւ մեկտեղ մեր արժեքները, մեր եկեղեցու ազգային ավանդական արժեքները կօգտագործենք։ Կլոր սեղանի մասնակիցները հավաստիացրին, որ իրենց անմիջական մասնակցությամբ հետամուտ են լինելու խնդրի լուծմանը եւ հանդես եկան կոնկրետ ծրագրերով։ Անհրաժեշտ է իրենց կազմակերպությունների կայքեջերի եւ սոցիալական ցանցերի միջոցով ակտիվ քարոզչություն տանել երիտասարդների տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու համար։ Որոշեցինք նամակներ ուղղել համապատասխան նախարարությունների, կրթության, գիտության եւ մշակույթի երիտասարդության հարցերի նախարարությունների նամակներ կուղարկենք, որպեսզի փորձենք եւ դպրոցականների շրջանակներին պատանիներից սկսած անընդհատ տեղեկացնենք մեր ավանդական միջոցառումների մասին եւ տեղեկացնենք, որ նման միջոցառումները արատավոր են։ Մենք դեմ չենք Հելոուինին, այլ կողմնակից ենք, որ այն չանցկացվի Արցախում, ասում են կազմակերպիչները։ Փոխարենն անհրաժեշտ է մեծ շուք հաղորդել մեր ազգային եկեղեցական տոներին ու ծեսերին։ Դրանց տարածման ու մասսայականացման գործում անշուշտ մեծ է հենց երիտասարդական ու հասարակական կազմակերպությունների ակտիվ դերակատարությունը։ Գոհար Ռուստամյան, Մերուժան Մարտիրոսյան, օր